Բարի օր ժողովուրդ ջան, ելի շարունակվում են նամակները իմ անձնական չաթին, խնդրում եմ ձեր հիմա հարցը, ես եթերի ժամանակ տվեք, ովքեր որ կմիանաք, ունեք հարց գրեք, անգամից ուղիղ եթերում պատասխանեմ, հիմնականում եթերների ժամանակ ուշադրություն չեմ դարձնում մեկնաբանություններին, կենտրոնացած եմ մնում իմ արտահայտված մտքի վրա, այսօր կփորձեմ պատասխանել կոնկրետ գրած ձեր հարցերին։ Չգիտեմ ինչքանով կերկարի եթերս, ես միշտ սիրում եմ կարճ ասելիքս ասեմ, գնամ գործերից, բայց մինչև դուք կմիանաք եւ կգրեք ձեր հարցը, ես մի փոքրիկ խոսամ էլի այս օրվա թեմաների, ինչ կատարվում է էլի մեր շուրջը Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն 3 տարի առաջ Երևանում ես հանդիպում եմ ունեցել, տենց ստացվել է, էլի հանդիպել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի հետ, ոչ կհրապարակեմ անունը, ոչ բան, որովհետև կարիք չկա, անձը չի ստե, երևույթն է կարևոր, թե ինչ խոսակցություն եմ ունեցել հետը։ Դες Ղարաբաղում էլ նկատել եմ, թե ինչպիսի, չէ, լրատվական տերոր է կատարվում Հայաստանում, պատգամավորին դիմել եմ, ասել եմ դուք ինչ եք մտածում այդ ուղղությամբ, ինչու չեք կանխարգելում պատգամավորների այդ պահելաձևը, վերջիվերջո ապա տեղեկատվություններ կա, օդում կախված հարցեր են գրում, ժողովրդի ուղեղը լցնում, բան։ Պատգամավորն ասել է Գևորգ ջան, անհնար է, էլի դա ճիշտ բան չի, վերջիվերջո եվրոպական ստանդարտներից դուրս է, մոտորապես այս ձև է, էլի պատասխանել, որ անհնար է, դե ասի անհնար է, որ այն մարդը հայտնի, ասում է դու չի լինի, ասում եմ դե լավ, անհնար է։ Հիմա եւ այդ պատգամավորին եւ քաղաքացիական պայմանագիր բոլոր պատգամավորներին եւ կառավարությանը հարց եմ տալիս։ Լավ ասենց։ Հիմա քաղում եք պտուղը։ 3 տարի առաջ ես ասեցի, որ սա լրջագույն խնդիր է, լրատվամիջոցները եւ լրագրողները համար 1, ճիշտ է, բոլորին չի վերաբերում, դրանք, բայց ցավոք սրտի կարելի է 50+%-ին ասած։ Նրանք համար 1 ահաբեկիչներն են։ Ազգեն է ահաբեկում։ Դուք գիտակցում եք ինչ եք անում։ Ես ձեզ ասում եմ, պետք է սրա դեմ առնվի, դա նույնն է։ Եթե դու դրանց դեմը չես առնում, եթե դուք համաձայն չեք իմ հետ, որ այսօր ազգային ատելության եւ բոլոր խնդիրների տակը ընկած է լրագրողների նյութերը, ընկերներ ջան, որտեղից եք դուք ինֆորմացիա, ինձանից եք ստանում, չէ՞, այն մի բլոգերից, այն մի լրագրողից, այս մի լրատվականից, այն մեկ յութուբյան ալիքից, ճիշտ եմ ասում, ոչ մեկը չեք քնում, երազ տեսնում, հելում ձեր երազի շուրջ, կենտրոնանում ձեր երազի շուրջ խորանում, զրուցում, ձեր հարևանները, ձեր երազի շուրջ են զրուցում, թե իմ եթերի, այն մյուսի եթերի, այն մյուս ինչպես ասեցի, կիսները չտրվեն սադրանքների։ Մենակ Արցախի ժողովուրդը չեն տրվում սադրանքների, մենակ Արցախի հայությանը չեն ատելությամբ լցրել, խի Հայաստանում ատելությամբ լցված հայրենակիցներ չունեք, լիքն են։ Նենց է որ մենակ արցախցիների մոտ չի, ժողովուրդ ջան, էդ էլ պետք չի նենց որ կենտրոնացնել, արցախցին ուղղակի արցախցու վերքը խորն է, եւ այդ նույն այդ թվարկվածս ոչ անվանական թվարկվածս պարզա լրատվականները այդ մարդկանց վրա են կարում խայբ բռնեն, դրանց վրա այդ մարդկանց վրա են կարողանում լայք հավաքել, այդ մարդկանց ցավի վրա, այդ մարդկանց դառնության վրա, որովհետեւ դառնության մեջ մարդը չի կարա այդքան էլ ճիշտ կողմնորոշվի, եթե ինքը ցավի մեջ է, եթե ինքը կորուստի մեջ է, այդ մարդը դժվար է կողմնորոշվելու, բայց լրատվականները օգտվում են, չէ՞ այդ մարդկանց վիճակից։ Ես գնացել եմ իրանց գյուղ 2 տարի առաջ։ Ընդ մի աղջիկ համայնքապետարանը էի մտել, համայնքապետը այդ ծանոթացել, իրավիճակին էի ուզում ծանոթանալ այդ սահմանազատման թեմաներով։ Դու ես քեզ ճանաչեցի, դու բանից ես, դու Նիկոլա կանես, դու ասես բաներ ասում, ես ատելությամբ լցված, հետո ես որ տեսա այդ աղջկան ինչ որ լրագրողու մոտ կանգնած, ես հասկացա թե որտեղից է այդ ատելությունը, այդ աղջկա իմ մոտ իմ հանդեպ գալիս, նախ իր զրույցը սխալ էր իմ ուղղությամբ, ես գնացել եմ որպես բլոգեր, որպես անհանգստացող հայ, գնացել եմ տեսնեմ ինչ իրավիճակ կա սահմանում, ինչ process է տեղի ունեցել սահմանազատման արդյունքում, գնացել տեսել եմ
Ժողովուրդ ջան, եկել իմ տեսածս ձեզ պատմել, եթե կհիշեք, ովքեր որ շուտվանից են հետևում։ Հետո այդ աղջիկը թե հետո իմ հանդեպ փոխվեց, չփոխվեց, ինձ ճիշտ ասած խորապես հետաքրքիրել չի, որովհետև 1000 մարդ 1000 կարծիք, ով ինչպես ուզում է թող մտածի, բայց այդ աղջիկը սիրում է մի ուրիշ լրագրողի, ով որ հենց այս խառնակցությունների մեջ մեկնել ինքն է, ով որ գնացել է էլի Կիրանց, էլի դեր նկար հանել, աղի ողորում արցունքներ թափել, ցույց տվել, թե ինքը հայրենասեր ազգասեր է։ Հիմա ախի չես հաճախակի գնում Կիրանց։ Գիտեք, որ Կիրանցի դեմը փակել էին շլանգբաուն դրել, ոստիկանները արգելափակում էին ելքում մուտքը, որովհետև սա հայրենասերները ճակերտավոր ասած լցված էին ընդե։ Ուզում էին խայբ հավաքեին։ Արցախի ժողովրդի վրա եք խայբ հավաքում, սահմանազատում ալնում գնում եք այնտեղ խայբ հավաքում։ Հիմա կներեք Արցախի ժողովրդի հոգսը որևէ մեկը այդ լրագրողներից հոգացած կաք կամ ձեր ֆինանսավորող այդ քաղաքական գործիչները աջակցություն տալիս են արցախցիներին։ Արցախցիները բացի պետական աջակցությունից որտեղից են։ Ինչ որ կամպանիա կա, ինչ որ հիմնադրամ կա, մասնավոր սեփականություն, չգիտեմ, բարեգործական ընկերություն։ Ես էլ եմ արցախցի, բա թող ինձ էլ տան, թող ինձ էլ աջակցեն։ Չկա տես բան որևէ։ Ով որ Արցախցու մասի մտածում է այդ լրագրողներից, այդ քաղաքական գործիչներից, կարամ ձեզ տեղերը ասեմ լիքը մարդկանց, որ լավ վիճակում չեն ապրում, աջակցության կարիք ունեն։ Մի հատ եթեր կանեմ, սաղ իրանց նեղ վիճակում մարդիկ կասեն, դուք պատրաստ եք այդ մարդկանց աջակցել։ Ոչ մի բան է պատրաստ չեք։ Լսում ես, որ խելագարվում գժվում ես, ինչ տականք ենք ունեցել, տականք, որ ոտի վառեն դժողքում։ Արծվիկ ջան, ազգի մեջ վատերներ կան, բայց նենց չի, որ ազգին կարելի ասած տենց բան։ Ես հուսով եմ, որ բոլորդ իմ հետ համաձայն կլինեք, որ այս ատելության հիմքը դնողը, այս ատելության սերմը տարածողը եւ այդ հողը ջրողը հենց լրատվական դաշտն է։ Ես ասեցի քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորին, որ սրա դեմը առեք, դեմը չառան, հիմա հելած իրանց են։ Տենում եք իրան, որ ասում է ջորու պիհիրը, գիտեք որն է։ Որ սենց գրիչի նման երկաթ, հəli մխում են հողի մեջ թելը կապած ջորին ոնց որ արածի, էլի հերրու։ Ասում է որ ջորին փախնում է, պիհիրը իր քամակին է կպնում։ Այդ պիհիրը փոքում է ուղիղ, գալիս ջորու քամակին կպնում, ձիու քամակին կամ։ Իրանց ամենաթողության, իրանց անտարբերության, իրանց լռության պատճառով այսօր լրագրողները եւ լրատվականները կարողանում են ազգի մեջ ատելություն տարածեն այն աստիճանի, որ ֆորմա են հագնում, ահաբեկչական կոչանում։ Այդ տղերքին չէր կարելի Սողոմոն Թեյլերյանի ոգին ներշնչել եւ ուղղություն տալ, որ քո թշնամին միայն քո եղբայրներին սպանացնա, ասում են Նիկոլն է մեր տղերքին տարել սպանել։ Օրենց են ասում, ոնց որ ոչ մի ժամանակ մեր նախկին վարչապետ, նախագահ, թագավոր, եսիմ էլի 100-ամյա հազարամյա տարիների ընթացքում մեր թագավորների օրոք զոհ չի եղել, պատերազմ չի եղել, պարտություն չի եղել, հետնահանջ չի եղել, կորուստ չի եղել։ Դաստիարակեք այնց է, որ այդ մարդիկ հասկանան, որ մեր թշնամին սահմանից դուրսն է, իսկ սահմանի ներսում մենք թշնամիներ չունենք, մենք ունենք քաղաքական հակառակորդներ, Փաշինյանին չես ընտրում, չես ուզում, հունիսի 7-ը խաղաղ պայմաններում դու հնարավորություն կունենաս, կգնաս կընտրես ում որ ուզում ես։ Իհարկե էլի չես կարող դու ճիշտ կողմնորոշվես, եթե դու ահաբեկչական տերորի մեջ ես ավելի շուտ, լրագրողների կողմից տերորի մեջ ես։ Հիմա ասում ես պատգամավորը որ ինձ տենց պատասխանել է, ասում է դե չենք կարա Եվրոպա բան։ Դե հիմա Եվրոպային զանգի գա հարցերը լուծից դե։ Քո ազգի մեջ ատելություն է։ Քո ազգի մեջ մասկեն հագնում է, ասում է վարչապետին ասում է քեզ սպանելու ենք։ Դե Եվրոպացուն ասա գա միջոցներ ձեռնարկի։ Հարգելի պատգամավոր, ասել եմ քեզ, որ սրա վերջը լավ չի լինելու։ Հիմա եվրոպացիներին զանգում ես, ասում ես գիտեք ինչ կա։ Ուրեմն մենք ձեր օրակարգով շարժվեցինք, ձեր օրենքներով գնացինք, խոսքի ազատություն տվեցինք, խոսքի ազատությունից օգտվել են լրագրողները, դեղի մամուլը, համացանցը լցրել ատելությամբ, ժողովուրդը լցված է ատելությամբ եւ կարող է ամեն թփիտակ թաքնված լինի մի հատ հանցագործ, ով որ պատրաստ է պետության ղեկավարին սպանի, ոչ թե գնա պետության ղեկավարին իր ազատ խոսքը արտահայտի, այլ պետության ղեկավարին սպանի, ուրիշ մարդկանց էլ իր քաղաքական մտքերը չկիսող մարդկանց էլ սպանի։
Հարգելի եվրոպացիները, եկեք սրա դեմը առեք։ Կգան եվրոպացիները։ Եթե կան, ուրեմն ես ներողություն եմ խնդրում, ասում եմ դու ճիշտ էիր, բայց ես տեսնում եմ ինչ է կարել վերջը։ Հա, ժողովրդավարություն խաղացիք, ցույց տվեցիք, որ տեսեք ազատ խոսք կա։ Ազատ խոսքը եթե պետքա սահմաններ չունենա, ազատ խոսքի վերջը որ պետքա մեկ ուրիշի կյանքը խլվի կամ մեկ ուրիշի իրավունքները ոտնահարվի, դա ազատ խոսք չի, դա լկտիություն է, դա բարդակ է։ Չեմ տեսնում ձեր հարցերը, անձնական են գալիս ժողովուրդ հարցեր գրում։ Այնա եթերը բացել եմ, հնարավորություն եմ տվել, եկեք ձեր հարցը գրեք, ինձ անձնական մի գրեք քաղաքական ինչ-որ թեմաների, որ կարծիքս իմանաք։ Եկեք ստե գրեք, ես իմ կարծիքս ասեմ, ինչ եմ մտածում տվյալ իրավիճակի մասին, ինչ եմ մտածում տվյալ երևույթի մասին։ Անձնական գրում են ասում, Գևորգ, բա լռում ես, չես խոսում, բա գիտես քո մասին խոսում են, քո նկարները դնում խոսում են։ Իմ նկարս Ժողովուրդ ջան Թրամփի մասին խոսում են, նկարը դնում են խոսում, Փաշինյանի մասին։ Ամեն մարդու մասին էլ կարաս նկարը դնես խոսած։ Իրականությանը համապատասխանելու է դա։ Իսկ կարող ես ասել արցախցիներին քանի տոկոսն են սատարում երրագլուխներին, քանիսն են փողով վաճառվել եւ դեմ դուրս եկել իշխանությանը։ Դե մոտս կալկուլյատոր չկա հաշվեմ ճիշտ ասած։ Անյան։ Ինչպես արցախցիները, այնպես էլ երևանցիներն ու մնացած մարզի բնակիչները իրավունք ունեն ում ուզում են ձայն տալ։ Դա ինչ չի հետաքրքրում։ Ամեն մարդ իր ազատ Вообще-то երրագլուխների հովանավորությունը Նիկոլ Փաշինյանի կողմից է։ Կարաք ասեք, եթե այդ մարդիկ հանցագործ են, դահիճ են, թալանչի են, երկիր կեղեքող են, չգիտեմ, 5-րդ շարասյուն են, գործակալ են։ Եվ գտնում են Հայաստանի Հանրապետության մեջ ազատության մեջ։ Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկն են։ Ումից մենք պահանջենք։ Ինձանից կարաք պահանջեք։ Այնա ունեք ընտրված վարչապետ, որին դուք տվել եք իրավունք 18 թվին կատարի հեղափոխություն։ Ուր է այդ հեղափոխությունը։ Բա որ ասում եմ հեղափոխություն չի եղել, իշխանափոխություն է եղել, նույն նախկին համակարգն է, նույն մեխանիզմներն է գործում։ Գիտեք, թշնամի եմ ես իմ պետությանը։ Ես ասում եմ, գրանցում եմ, արձանագրում եմ այն ինչ որ կա։ Դե հիմա ինձ հակառակը համոզեք, ասեք, Գևորգ, չէ, սխալ ես ասում։ Այնա սաղ թալանչիներն են բռնված են։ Այն արցախցիների բորբոքնել, ջղայնություններ, ես ոչ թե պաշտպանում եմ, այլ հեսա մեկնաբան եմ, ես հասկանում եմ իրանց հոգուցավը։ Գիտեք խի, Նիկոլ Փաշինյանը, եթե այդ Ղարաբաղի թալանչիներին ձերբակալացել են Երևանում, Ղարաբաղցիները Նիկոլ Փաշինյանին կարող է ուսերի դրած մանգան։ Այդ բանը մարդիկ տուն են կորցրել, չեն իմանում ով է մեղավորը։ Միացնում են YouTube, տենում ինչ որ լրագրողի, ոչ թե ինֆորմացիա է հայտնում, այլ դեղի մամուլ այլ դե խոսքի ինչ որ մի լրագրող կամ ինչ որ լրագրություն, խոսքի խառնում է այնձև ինչ որ ինչպես իրան ձեռա տալիս, ինչպես իրան ֆինանսավորող ասել է արա։ Այդ մարդը իրավունք ունի խափնվելու, այդ մարդը իրավունք ունի, որ իրականությունից կտրված լինի, բայց իրականությունը կանգնի տեղը, ճիշտը կանգնի տեղը, այսպես ասած, եթե Փաշինյան Նիկոլը Ղարաբաղի այդ քաղաքական էլիտային, որ հանցագործություններ են կատարել, պատժի։ Հատը չի պատժվում քաղաքական այդ գործիչները Ղարաբաղի, հələ մի հատ էլ Նիկոլի վրա մատ են թափ տալիս, ստատուսներ են գրում, չգիտեմ, իշխանափոխությունից են խոսում, հայրենասիրությունից են խոսում։ Ընկերներ ջան, ես մտածել եմ, որ Ղարաբաղը հանձնել եկել ենք, Ես մտածել եմ, թե ստե նրանք չպիտի ձեն հանեն։ Ու դրա համար ես էլ ակտիվորեն իրանց տեղը ցույց եմ տվել, ջախջախել եմ։ Լրատվականները հերթ չէ, օրը 2 անգամ տարբեր լրատվականի, հələ մի օր եղել 3 լրատվականի ինտերվյու եմ տվել։ Ես չհասկացա։ Հա էտա է վատը, որ այսօրվա իշխանությունը սահմանափակվում է հանրային դատաստանից, հանրային։ Всё։ Բա ոնց անենք, բա Գևորգին կանչենք ինտերվյու վերցնենք, Գևորգը մի քիչ քննադատի Ղարաբաղի էլիտային։ Գևորգը առանց ձեր ինտերվյու կանչելու էր, իր եթերում քննադատում է Ղարաբաղի էլիտային։ Դուք բայց ունեք իրավասություն, դուք ունեք բոլոր պետական մեխանիզմները, որ տակ քրեական, չգիտեմ, վարչական, թե ինչ գնահատական լինում է, դա պետք է օրենքի դաշտում լինի։ Եվ ոչ թե ընդհանրապես խոսքով, հանրային գնահատականով, բառերով, այլ կոնկրետ գործով, դատական գործերով։ Այդ մարդիկ այն օրը բռնել են արցախցի ակտիվիստ Օսիպյան Արտուրին։ Ես նախ դեմ եմ ճիշտ ասած խոսելաձևի մասով իշխանության որևէ ներկայացուցի, այդ թվում Փաշինյանի վարչապետի ուղղությամբ խոսալուց
տոն բարձրացվի կամ ձեռներով բան ասեմ մի քիչ սիրուն չեմ ես համարում, բայց դե ամեն մարդ իր խոսելա ձև ունի։ Բայց կարող է սխալ բան ասել, որ ասում է այդ միլիարդները որ ուղարկել ես, ուրա։ Հարց չկա, ես համաձայն եմ սեզ, նախ առաջինը, եթե ես ելնեի Արտուրի տեղ, առաջինը այդ հարցը կտայի մեր քաղաքական էլիտային։ Հիմա երևի տվացել կլներ ինքն էս չէ, որ ինքը այդպես ազատ խոսքից բանա, նեղված է։ Տված կլիներ, թե հրապարակային տեսանյութերում, թե նենց էլ գնացած կլներ Շահրամանյանից կանտորը հարցրած ուրա այդ փողերը։ Վերջ այդ մարդիկ կարող են դուրս բրծնեն։ Օսիպյան Արտուրը սխալա հարցնում, որ ասում է այդ փողերի պետքա հետևից գնան։ Բա դուք ժողովուրդ ջան գրում եք, չէ, ասում եք մեր ուղարկած փողերով Ղարաբաղը սաղ փողերը ուղարկել ենք թե վատ ենք ապրել։ Դուք չեք ուզում ձեր ուղարկած փողերը, որ կամ հետ վերադարձնեն նորից ձեզ, կամ գոնե այն տուն կորցրած մարդկանց շարունակվի աջակցություն, ոչ թե մնա այդ քաղաքական չգիտեմ դրանց ոնց կոչեմ դրանց ձեռը։ Մարդը իրա արտահայտված այդ թեմայի շուրջ ես իր հետ համակարծիք եմ։ Պարոն Փաշինյան, այդ փողերը որ ուղարկել ես, այդ մարդիկ չեն տվել ժողովրդի, ներ չեն դրել ժողովրդի ոչ ապրուստի վրա, ոչ բանակի վրա, եւ իրանց մոտ է շարունակվում մնալ ու հələ մի հատ էլ կարող են լրատվականներ վարձեն, մարդկանց հələ այդ շատ գիտես պարոն Փաշինյան, այդ միլիարդը որ ուղարկել ես 150 միլիարդ դրամը, ուղարկել ես Ղարաբաղ, շատ գիտես այդ ահաբեկիչներին դրամով չէր վարձատրված, դու քո ուղարկած փողով, քո տեպ ահաբեկիչներ են վարձատրում, Արտուր Օսիպյանը չէ դարձավ քո թշնամին, դու ինքդ Փաշինյան, դու քո թշնամին ես, որտեվ քո ուղարկած փողը Քո քնչականը քո երկրում են գտնվում քնչական կոմիտեն, քնչականը չի կարողանում բացահայտի 150 միլիարդ դրամի ծախսերի ուղղությունները, թե որ ուղղությամբ է ծախսվել։ Մարդը հա կարող է էմոցիա չի կարացել կառավարի, այսօր սաղ սրված ենք։ Փաշինյանն էլ է սրված, իր դեմի ակտիվիստներն էլ են սրված, նես չի որ ես հանգիստ եմ, ես էլ վախ տալım հունից դուրս եմ գալիս։ Բայց ճշմարտությունը դրանով չի փոխվում։ Մարդը ուզում է լսի, թե տեսնա այդ գումարները ում կողմն է։ Պարոն Փաշինյան, դու չես կարող ասես, ես հրաման եմ հրապարակային հանգեցնում քնչական կոմիտեին, որ այդ 150 միլիարդ դրամի պատմությունը թող բացահայտեն, թե որ ուղղությամբ է գնացել։ Հիմնադրամ ենք ունեցել, փողեր է ներդրվել ընդ որտեղ է գնացել։ Արցախցին կդառնա քո ամենաառաջին ընտրողը, քո ամենաառաջին բարեկամը, երբ որ այդ ամեն ինչին լուսաբան եք, այդ ամեն ինչին իրավական գնահատական տակ, վերջի մարդիկ գնահատականի էլ չարժան, 3 տարի ազատության մեջ են, եկել են, Ղարաբաղ հասկացանք, շրջափակման մեջ էր, ռուս խաղաղապահի թուրք ասկերի վերահսկողության տակ, հիմա էլ չկա Ղարաբաղ, բայց այն հանցագործ կլանը Ղարաբաղյան, ստեյա, ու իմ մոտ էլ է մտքիս այդպիսի միտքա գալիս, իմ մոտ էլ է այդպիսի տպավորություն, որ դու համագործակցում ես Ղարաբաղյան այդ նույն կլանի հետ ներքին կարգով, իսկ հրապարակային խոսքերի մեջ տեսնում ենք քննադատություն, ձերբակալ էլ եւ այլն, որտեղ մնաց ձեր կատարած գործողությունը, դրա համար ասում եմ, կամ իսկապես դուք շահագրգռված չեք, հետաքրքրված չեք, որ այդ ձեր ուղարկած գումարները ուրա գնացել, ոչ էլ հետաքրքրված եք, որ հանցագործները ձերբակալվեն։ Ժողովուրդը դատավճիռ է ուզում տեսնի, թե Արցախի հայությունը, թե Հայաստանի հայությունը, թե դրսում ապրող հայը, այն աչքերը չռած սպասում է տեսնի վերջի այդ հանցագործները երբ են ձերբակալվելու։ Հիմա ասում եք նորից մանդատ մեզ տվեք ձերբակալենք։ Պարոն Փաշինյան, 8 տարում եթե դուք չեք ձերբակալել, քաղաքացին իրավունք ունի, կասկածի, որ 5 թիվը 8 թվից փոքր է։ Կամ էլ համոզված էլի, յուրաքանչյուր թվերին մոտիկ մարդ գիտի, որ 5 թիվը փոքր է 8 թվից։ Եվ եթե դու 8 տարում չես կարացել ձերբակալես, ուրեմն 5 տարի շատ քիչ է որ դու ձերբակալես։ Եվ ես ինչպես օրինակ գնամ, օրինակ եմ ասում, ընտրեմ մի ուժի, ով որ չի ձերբակալում, երկիր թալանած, Արցախը կործանած, ժողովրդի արյունը խմած, արտագաղթ կազմակերպած, հոկտեմբերի 27 կազմակերպած, մարտի 1-ով իշխանափոխություն արած եւ այլն, լիքը քաղաքական սպանություններ, լիքը հանցագործություններ, դրանց հետևում կանգնած մարդկանց։ Եթե չեք ձերբակալում, ժողովուրդը մանա գալիս, ուրեմն մեկին ով որ կգա պատիժ կտա դրանց։ Եվ ձեր խոսքի մեջ ես կկարդամ ես, եթե հարց եք գրել։ Մոռացա բաց։
Բայց մի բան ուզում եմ ասեմ, ինձ երեք թե այսօր գրելուց էլ ասում երեք մեկնաբանության ասում է Գևորգ հիմա էլ եմ մտքին որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունի ներքին, թե փոխվել ես։ Իհարկե ես հենց այդ մտքին եմ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը ազատության մեջ են, ու ասում է, այսինքն տեսար Սերժ Սարգսյանը անունն էլ տվավ։ Ընկերներ ջան, անուն տալը հրապարակային, ինձ ոչ մի բան չի ասում։ Երրագլուխ էր ասում, հիմա քառագլուխ է ասում։ Չի ասում, չէ քառագլուխ, երրագլուխ, այսինքն կենտրոնացել է այդ 3 անձի վրա։ Սերժ Սարգսյանը ներքին կարգով այդ 3 ուժին հələ խանգարում էլա։ Եթե ինքը մարդ է ուղարկում Սամվել Կարապետյանի մոտ կանգնեն, դա ինքը վնասում է Սամվել Կարապետյանը։ Ինչի, որտեղ Սամվել Կարապետյանը չունի անցյալ քաղաքական, բայց Սերժ Սարգսյանի կողքի մարդիկ ունեն քաղաքական անցյալ եւ ուղարկելով ընդե ընդհանրապես վնասը հասցնեն Սամվել Կարապետյանին։ Եվ ներքին կարգով ես այսպիսի տպավորություն ունեմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել իր 8 տարվա մեջ ձերբակալի Ռոբերտ Քոչարյան եւ լիքը մարդիկ, որոնց ինքը անվանել է հանցագործներ, թալանչիներ, որպեսզի ժողովրդի ցասումը հանդարտվի, հավանաբար իմ ենթադրությունն է սա, ասել է արի իմ դեհո չի կարա Ռոբերտ Քոչարյանին ձևական բռնի, բայց ձևական կարա բռնի Սաշիկ Սարգսյանին։ Ձևական կարա գործարոցի իրանց սվոյ մարդկանց, Աշոտյանին, չգիտեմ Շարմազանովին, մյուսին, մեկին։ Ոնց որ ժերտվա է տալիս, բայց դա ժամանակավոր ժերտվա է։ Ժամանակավոր հա ասում է Նիկոլ, արի իրանց այդ գործերով սենց հարա, որ քո ռեյտինգը չընկնի, որովհետև Գևորգ Արստամյանն էլ արդեն հարցեր է տալիս, ասում է, այս ոնց եղավ, որ 8 տարվա մեջ չձերբակալեցիք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Դե Գևորգն էլ է խոսում, էմի լրագրողն էլ է խոսում, էմի բլոգերն էլ է խոսում։ Նիկոլ ջան, արի սենց անենք, որ ժողովուրդը չհասկանա, որ ես ու դու իրար հետ կապ չունենք։ Սա իմ ենթադրությունն է, խնդրում եմ, ինչպես ես եմ հարգում ձեր ենթադրությունները, որը չունի ոչ մի ապացույց, այնպես էլ դուք հարգեք իմ ենթադրությունը, որը եւս չունի, չնայած ես ունեմ ապացույցներ, այնա ասեցի։ Հիմա կարդամ։ Բայց նրա էջի գարարները առնվազն անտասիրակ մարդու գարարները։ Ժողովուրդ ջան, ինձ էլ չի դուր գալիս, որ երկրի ղեկավարության հանդեպ վիրավորական կամ գրեհիկ բառապաշար են օգտագործում։ Կապ չունի դա որտեղից է այդ մարդը, բայց բերեք ճիշտը խոսանք։ Արդյոք մենակ Ղարաբաղցի ինչ որ ակտիվիստ, բլոգեր կամ Ղարաբաղցի անձինք են Փաշինյանի ուղղությամբ անհարգալից խոսքեր գրում, ստատուսներով բանով։ Համաձայն եք իմ հետ, որ կապ չունի տարածաշրջանը։ Դրական Շահրաման ազգանուն անձամբ իր համար հայրենիքի սիրտը պոկած ազգադավա մնալու միշտ։ Գուց Երիցյան, ձեր հանրային գնահատականը կարևոր չի Նիկոլ Փաշինյանի գործողության համար։ Նիկոլ Փաշինյանը տես չի մտածում, որովհետև իրանք ազատության մեջ են։ Բայց նա այս TikTok-ը, այս Facebook-ից բան չեմ հասկանում, չես կարող մի գրած կարտալ։ Ես չեմ հավատում, որ այդ դիմակավորված անձինք Ղարաբաղից են, իմ կարծիքով որ դա նկարահանված է Ռուսաստանում ու Ղարաբաղի ակցենտ են մտցրել խոսակցականի մեջ ու ժողովրդին հրահրեն իրար դեմ։ Չէ, հենց կարա Ղարաբաղցի լինի, այո, բայց Ռուսաստանի տարածքում Հայաստանում դժվար զենքեր ունենան այդպես հավաքվեն, հավանաբար Ռուսաստանում են արել։ Այս մասին կարելի է մի հատ եթերից մեջ այսա կարդամ կպատասխանեմ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ եւ մեր մոլորյալ հայերի, որ Ռուսաստանի խայցիկուլ են տալիս եւ երկրի պետականության հանդեպ պատրաստ են նույնիսկ գնալ ահաբեկչության։ Եթե Փաշինյանը խառնիդատական համակին կնմանվի նախնի, եթե ամեն ինչ Նիկոլը պիտի անի, ապա ում են պետ մնացած կառույցները, Օսիպյանը եկել էր սադրելու, իսկ ինչով են վարձատրել թոշակառուները, բժիշկները։ Անյան ջան, այսօր նայ նախ առաջինը չէ, պետքա ձեր Նիկոլ Փաշինյան վախ։ Եթե հարց եք գրել ինձ, այլ ոչ թե բան, տեսակետ, խնդրում եմ կապիերը վստահեք մի հատ էլ ուղարկեք, էլի այս Facebook-ը սենց եմ անում, որ նայեմ թռնում ա ու չեմ կարող գտնեմ։ Եթե կարևոր բան չկա, խնդրեմ։ Ուրեմն բանի պահով դատական համակարգի պահով Նիկոլ Փաշինյանը մուրճ ու չակուշտու այդ բանը վերցրել է ժապավենը կապած, վերցրել է դուրս եկել քարոզարշավի, թե սաղին հատ դատելու եմ, սաղին կզսնելու եմ։ Հիմա էլ է ասում։ Ասում է սաղին կզսնելու եմ։
նարեկ բալաս էֆիրում քինի խաղարա ասում սաղին կզսնելու եմ եթե սաղին չես կարամ կզսնես այնա մարդիկ գրում են ասում Նիկոլը կապ չունի դատական համակարգ եթե չունի կապ Նիկոլ Փաշինյանը ինչ իրավունքով է ասում կզսնելու եմ որտեղից իրան ով է այդ իրավունքը տվել կզսնի հիմա Քոչարյանի մոտ է Սերժի մոտ է մեկի մյուս հարցը դու ով ես որ իսկ կզսնես դու վարչապետ ես գնա վարչապետի գործերի են դատական համակարգը իմ բարատվանա իմ եղբայրներն են հասկացաք կամ թող չասի կամ հիմիկվանից քարոզարշավի ժամանակ ասի ընկերներ ջան ին վրա հույս մի դրեք այն մարդիկ ովքեր ազատության մեջ են 8 տարի եւս 5 տարի լինելու են ազատության մեջ ես իրանց երաշխավորն եմ ելնելու կոնկրետ որտեվ ես Եվրոպայի գիրկն եմ գնում չգիտեմ ես Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունեմ եւ այլն դրա համար ես ասում եմ ոչ մեկի սուտը ոչ մեկի կեղծիքը իմ մոտ ընդունելի չի դա կլինի իշխանության կողմից է սուտն ու կեղծիքը կլինի ընդդիմության կլինի ապագա նոր եկող ուժերի մոտ կեղծիքը մնում է կեղծիկ կամ ասեք դատական համակարգը ոչ մի բան չի անելու շարունակելու են իրանց ազատությունը ժողովուրդ ջան իսկ ես ուզում եմ որ գա մի այնպիսի իշխանություն ով որ նախկինում կատարած հանցագործությունները որը հանգել է իմ ծննդավայրի կորուստի ես ուզում եմ այդ մարդկանց պատժված տենամ դուք էլ որպես հայրենասեր հայեր դուք էլ երևի կուզենայիք որ պատասխանատուները պատժվեն եթե այսօրվա իշխանության օրոք չեն պատժվում բերեք չհավատանք ուրեմն այս քարոզարշավը չպետք է խոսվի նախկինների դատապարտելու կզսնելու մասին չպետք է խոսվի Արցախի թեմայի մասին պետք է խոսվի վաղվա մնացած գործերի մասին որը անելու են եթե չի կզսնելու խի ասում կզսնելու եմ դառնա որ ուղակի ասելա քարոզարշավի ժամանակ որ ծապտան որ գնան ընտրեն որտեվ լիքը մարդ ասում է ջան ինչ լավ է ասում կզսնելու եմ բայց թե ինչպես կզսնի այդ արդեն սկի մոռանալու են որ տենց բան ասվել չէ Գևորգ հələ կգրեն դու ճիշտ չես հասկացել ինքը ոնց կարա կզծի դատական համակարգը անկախ է ինքը չի կարա ոչ մի պետությունում այդ թվում եւ ժողովրդավար երկրներում ոչ մի դատական համակարգ անկախ չի մենակ Հայաստանն էլ է անկախ պետության մեջ կդառնա նոր պետություն կառուցված նոր պետություն եթե որևէ պետական համակարգ վարչապետից վեր ելնի վարչապետից վեր կառույց չկա վարչապետն է որոշողը դատական համակարգը ինչպես շարժվի ինքնա առնվազը խաղը ինքնա թելադրում ես չեմ ասում վարչապետը բոլորի հեռախոսահամարները ունի եւ զանգում է ասում ինչ արեք ինչ չարեք ֆիզիկապես էլ ինքը վիճակի չտես բան անի բայց յուրաքանչյուր պետության ղեկավարություն որոշում է թե իր դատական համակարգը ինչպես շարժվի բայց որ ԼԳՊՏ-ներին բանին ազատություն են տվել այն ո՞նց է օրենքը դատարանն է որոշել չէ վարչապետն է որոշել որ այդ մարդկանց չենք խոցում չենք թիրախավորում չենք կպնում ու լիքը բաներ կա յուրաքանչյուր օրենք մշակվում է բանում ազգային ժողովում ընդունվում է ազգային ժողովում հաստատվում է կառավարությունում իրան գործիքակատար են գործը կատարող են դատավորները եւ դատավորը չի կարա չվերահսկվի տեսակ Սերժ Սարգսյանի դատավորին գործից հանել են այնում հրանմանով որ դուք կարծում եք տենց մատից հոտ են քաշել ասել բերեք հանեք էսի լավ դատավոր չի ուրեմն այդ կեղծավորությունները իմ էֆիրում չի անցնում որ ինձ ասեք որ դատական համակարգը անկախ է ով որ անկախ իրան կդրսևորի դատավորներից կարևոր լուրջ հարցերում նկատի ունեմ չեմ ասում քաղաքացի երավական հարցերում քրեական հարցերում քրեորեն ծանր քրեական հանցագործություններում որևէ դատավոր եթե ինքը չի ենթարկվի օրվա իշխանությանը նա իսկապես գործից կթռնի ել չեմ ասում առաջներում գործից չէր թռնում գլուխներ թռնում քիչ են դատավոր սպանել դատախազ սպանել գլխավոր դատախազ ձևն է նույնն է սիստեմը նույնն է համակարգը նույնն է ուղղակի մի քիչ ձևն է փոխվել հիմա չեն սպանում հիմա գործից հանում են հիմա ժողովուրդ ջան բոլոր երկրներում է տենց Ռուսաստանն էլ է տենց Եվրոպան էլ է տենց այսօր բանը Մկո Ալթունյան դու միացար շատ լավ է ողջուններս այսօր լսեցի քո նյութը 3 ես արել թե այսօր տեսա շատ ճիշտ բան ես ասել Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի օրենք որ մարդկանց կարենան արտաքսեն երկրից դեպորտ անեն այն հայը որ իր պետության պետականությանը թերի է մոտիկանում այս թերահավատքով է մոտիկանում չի ընդունում իշխանության ուժը չի ընդունում պետության լինելիությունն ու անկախությունը
Հասարակ շարքային քաղաքացուց միջև վերև։ Դաստիարակություն ենք մտցնում շարքային քաղաքացուց միջև վերև, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է եւ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների, պետական պաշտոնյաների հանդեպ պետքա խոսեն միայն քաղաքավարի։ Քննադատությունը պետքա հնչվի քաղաքավարի։ Թող կոշտելու տենում եք, ես կոշտ քննադատում եմ, բայց ես վիրավորական խոսք ասած կամ թե չէ։ Ու եթե չեն շարժվում այդ օրենքներով, տվյալ քաղաքացին չի կարա լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Դուրս եք վռնդում, թող գնա Եվրոպա դիմի Եվրոպան այդպես քաղաքացիների կվերցնի, կդաստիարակի 20 տարի հետո հետ կգա, խելքը գլխին հետ կգա։ Խելք չի գա, հետ էլ չի գա։ Մենք կարիք չունենք մեր երկրում քանակի։ Քանակը բերեց այս անվորակ հասարակարգին։ Քանակը բերեց այս չգիտեմ լիքը հանցագործությունների։ Մեզ քանակ պետք չի։ Մեզ որակա պետք։ Մեր հասարակությունը պետք է առողջացվի։ Կամ դարձի են գալիս, խելքի են գալիս, հայհոյանքը, ատելության խոսքը, թշնամանքը, ահաբեկչությունը ու լիքը հակաօրինական, հակահանրային, հակաժողովրդական երևույթները վերացնում են, կամ էլ այդ մարդիկ եթե չեն պատրաստում շարժվել օրենքով, պետք է այդ մարդկանց հեռացնեն։ Դրա հետ մեկտեղ, որպես ես իմ ասածս իրագործվի, կատարվի, պետք է ստեղծվի մի այնպիսի կառույց, որ հոգեբանական հոդվածներ գրվի, հոգեբանի կողմից մշակված, բայց դա ոչ թե մի հոգեբան, այլ կառույցը պետքա նախարարության տեսքով, վարչության տեսքով ստեղծվի, որ պետքա մենք բլոգերներս էլ հատուկ լիցենզավորման կարգով իրավունք մեզ թույլ տանք, վերապահենք ինֆորմացիա հաղորդել էֆիրով, մեկնաբանություն տալ, եթե մենք չենք այդ օրինաչափությունները չենք պաշտպանելու, մեր ինֆորմացիան կամ մեկնաբանությունները պարունակելու ատելության խոսք, հայհոյանք, ապա տեղեկատվություն մեզ պետքա զրկեն բլոգերություն անելուց։ Ես որպես բլոգեր ձեռ եմ բարձրացնում, ես պատրաստ եմ մտնել իմ պետության պետականաշինության մեջ, այսինքն սա պետականաշինություն է, ժողովուրդ ջան, ես ինչ ասում եմ, դուք հələ չգիտեք, հələ տաք եք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի նման տաք եք, որ 3 տարի առաջ ասել եմ, ձեր գլխին է ջարդվելու այս ամեն ինչը, դեմը առեք, ապա տեղեկատվությունները լցված է, չի իմացել, ասում է Եվրոպա, հիմա Եվրոպայից կհրավիրես մարդիկ կգան հանրային կյանքի այս մթնոլորտի փոփոխությունները մասնակցեն, կարող մասնակցեն, ոչ, մնալու է մեր ձեռը, էլի մենք ենք տանջվել, մենք հայերս։ Դրա համար ասում եմ, պետք է այո ստեղծի մի այնպիսի համակարգ, որ բլոգերները դասընթացների անցնեն, նոր իրավունք իրանց վերապահեն, դուրս գան քաղաքական թեմաներով, թե ինֆորմացիա հայտնեն, թե մեկնաբանություն տան, թե գնահատական տան։ Այո, խոսքի ազատությունը չի սահմանափակվում այստեղ, բոլորն էլ իրավունք ունեն։ Բայց եթե դու արդեն լսարան ունես, 5000-ից 10000-ից պետք է թիվ ընտրվի, հասկանանք որ թիվից է այդքանը։ Դա մի հատ մեծ աշխատանք է։ Ես պատրաստ եմ մասնակցել այդ աշխատանքին եւ այդ ինստիտուտի կայացման եւ հետագայում այդ ինստիտուտում աշխատելու։ Ջահել եմ, կյանքը հələ մեջից երրում է, արյունը մեջից երրում է, ես պատրաստ եմ իմ պետությանս, պետականությանս օգտակար լինեմ։ Տեսնում ենք խնդիր, տեսնում ենք պարազիտները շատանում են։ Տեսնում եք մթնոլորտը հանրային կյանքի թունավորված։ Պետք է մենք արդեն հակաթույն ենք։ Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ այդ մարդիկ դարձի գան, որ իրավիճակը առողջանա։ Ինձանից ինչ կախված է անում եմ, բայց ոնց որ մենակ եմ անում, մի տեսակ մենակ եմ ինձ զգում, չեմ տեսնում համակարգային էս ամեն ինչը։ Ինչպես ազգային ժողովն է, այդքան քանակով մարդիկ հավաքված, պետք է մի այնպիսի ժողով ստեղծվի, սենատ օրինակ, ծերակույտ, խելացի մարդկանց կյանքի փորձ ունեցող, մշակույթի մարդկանց, ստեղծագործող մարդկանց եւ ընդհանրապես հոգեբանների, բժիշկների ներգրավել այդ կառույցի մեջ եւ սկսել մշակել աշխատանքներ տանել։ Ես այդ աշխատանքների մասնակից կարամ դառնամ։ Օրինակ եմ ասում, երկրում ինչ որ վիճակ է, չէ՞։ Հիմա մենք գտնվում ենք, ժողովուրդ ջան։ Սա լնումա վիճակ պատերազմական, լնումա հետ պատերազմյան։ Մեր վիճակը հետ պատերազմյան վիճակ է, այս հետ պատերազմյան վիճակը պետք է հաղթահարել։ Եվ այդ հաղթահարելու համար պետք է ռեսուրսներ գործ տնես։ Մտավոր ռեսուրսներ։ Պետք է դու միտք տաս ժողովրդին, ինչպես հաղթահարել այդ վիճակը։ Ոչ թե բացատրես պատմես, այլ քո խոսքով մարդը իր ուղեղում նստված տա հասկանա։ Հոգեբաններ, խելացի մարդիկ պետք է ներգրավեն այդ հարցերում աշխատեն։ Ես պատրաստ եմ։ Թող ստեղծեն այդ կառույցը, ես էլ առաջինը կլինեմ, որ կմտնեմ այդ գործի մեջ, կինտեգրվեմ այդ գործի մեջ եւ
առանց հետ էլ մեկ է ես դրանով եմ զբաղված, բայց ոնց որ գիտես Ժողովուրդ ջան, մեկին ջարդելը հեշտ է, մեկին լսում են եւ չգիտեն ասում են լավ է իր տեսակետն, սա չպետք է լինի իմ տեսակետը, սա պետք է այդ սենատորի, այդ կառույցի կողմից, ինչպես է ազգային ժողովը օրենք հաստատում, դրանով առաջնորդվում են բարեկները, ճանապարհային ոստիկանության աշխատողները, մնացած հարկայինի աշխատողները, օրենքա չի հաստատվել։ Նույնը մենք պետք է այդպիսի օրենքներ ընդունենք, որը հանրային կյանքի համար է։ Որ հանրային կյանքը առողջանա, վերջը ինչպես կարելի է թույլ տալ, որ հայը Հայաստանի Հանրապետության քաղաքացին Ռուսաստանին ավելի շատ սիրի, քան թե Հայաստանին։ Դուք կարաք ինձ բացատրեք։ Եղբայր օրենքները պատրաստում են համապատասխան գործադիր կառույցներում, ոչ թե ԱԺ-ին։ 1000-ից մեկ օրենք է հեղինակում այս կամ այն падգամավորը ԱԺ-ում քննարկում են լրամշակման ենթարկում, առաջարկություններ անում եւ այլն։ Վերջը հաստատվում է ազգային ժողովում, հաստատվում է վերջում կառավարությունում, առանց վարչապետի հաստատման ազգային ժողովի օրենքները արդյոք թույլ է տրվում արդեն դնել գործի։ Չի կարա տենց լինի։ Պետքա վարչապետ ըլնում են օրենքներ, դե հիմա օրենքների բանը ես ճիշտ է падգամավոր չեմ եղել, բայց ես գիտեմ որ աշխատակազմը, օրինակ ինչ որ արդյունաբերության, ինչ որ գործարանի, իրանք էլ ունեն ներքին օրենքներ, ունեն իրավունք, կարան, եթե դու վնաս ես հասցրել այդ գործարանին, քեզ ըստ օրենքի քո աշխատավարձից պահում են։ Սրանք էլ է օրենքներ։ Հիմա ես չեմ ասում ազգային ժողովի մանդատը մեզ տվեք, մենք ինչ ուզենք անենք։ Չէ, ազգային ժողովի падգամավորները թող շարունակեն օրենքների դաշտում իրաց փոփոխությունները անեն։ Ինչի չեմ տեսնում, իսկ Հայաստանում այս 8 տարի է, ինչ փոփոխություններ ա եղել որ Եթե եղել էլ ես օգուտ չեմ տեսել, դրական բան չեմ տեսել։ Հարցը այն է, որ հարգելի Պետրոսյան, որ հանրային կյանքը ինքը այսօր Facebook-յան, TikTok-յան, ինտերնետային հարթակների պատճառով պղտորված է։ Եթե մարդիկ ինտերնետը օգտագործում են մի բան սովորելու համար, աուդիո կնիգա կարաս սրանով կարդաս, կարաս ինֆորմացիա ստանաս, լիքը մարդ տենց է օգտագործում, մարդիկ էլ կան օգտագործում են ատելություն տարածելու համար։ Դրա դեմը պետքա առնվի, թե չէ։ Պետքա այդ լրագրողը, բլոգերը լիցենզավորում անցկենա, այդ մարդուն թույլատրեն, հետևեն իր գործունեությանը, կանչեն։ Ինձ այսքան ժամանակ աղացեն չի կանչել, մի հատ ասի, ընկեր ջան, դե չնայած երևի խախտում չեմ արել։ Կարա չեք կանչին ասեն, այս ինչ բաները, սա հակազգային, հակապետական, դե չեմ արել, դրա համար չեն կանչել, բայց լավ ինչ չեն կանչել, ուրիշներին կանչում են գոնե հարցաքննության։ Պետքա չէ վերահսկվի։ Պրոբլեմները շատ է ժողովուրդ ջան, ես չեմ կարում սաղ մի եթերի մեջ տեղավորցնել, պատրաստ եմ խելացի մարդկանց հետ էլ քննարկում անցկացնել, փորձել հարցերի լուծում գտնել, բայց այսօր ամենագլխավոր հարցը նորից եմ ասում, մեր հայրենակիցների մեջ կա այսպիսի խնդիր, իրանք Ռուսաստանին են պրեզիդենտ գալիս պետություն, Հայաստանին ձգում են նրա տակը, չեմ պատկերացնում Հայաստանը անկախ, սա DNK-ով, ԴՆԹ-ով եկած վիճակ է, քանի որ եղել են տարբեր կայսրությունների լծի տակ, մեր ժողովուրդը ապրել են, չէ, դարերով շարունակ այլ կայսրության տակ, գենի մեջ եկել այդ ստրկամտությունը, միշտ փնտրում է տեր, միշտ ասում է գա ռուսը իմ կողքը կաղնի, ես որ արխային հաց ուտեմ, թե չէ թուրքը ինձ կսպանի, չի ասում արի ուժեղանանք, իմ հարևանիս, իմ ընկերոջս, իմ բարեկամիս հետ լավ հարաբերություն, այդ նախանց, մախանց, չարախոսություն, բամբասանքները վերացնեմ, լիքը աշխատանք ունեմ հանրային կյանքում կատարելու, լավացնեմ հարաբերություններս, իմանամ թիկունքիս մորքուրիս տղան, հորքուրիս տղան, հորեղբորս տղան, հարևանս, բարեկամս, ընկերս, դասարանցիս, համակուրսեցիս ու սենց մենք կդառնանք ազգային մի պինդ միավոր, ոչ թե այնքան իրար ատենք, բան մեր ատելության պատճառով էլ մեր էշությունների կներեք խոսքիս համար պատճառով էլ ռուս կանչեք ստե, գա ռուսը մեր գլխին տիրություն անի, թե ինչա մենք չենք կարում հարաբերվենք հարևանների հետ, մեր փոխարեն թող գա ռուսը հարաբերվի մեր փոխարեն Թուրքի հետ, երբ որ ասում են մենք պարտավոր ենք թուրքերի հետ հարաբերություններ կարգավորել, հարաբերվել, սա գիտեք ինչ հարվածա լիքը մարդկանց։ Ախպերություն ես ուզում անես Թուրքի հետ։ Այն արվամա ուզում ես ախպերություն անես։ Այդպես մտածելակերպի մարդիկ կան, չեն հասկանում, որ հարաբերվել, շփվել հարևանիդ հետ, դա չի նշանակում, որ դու պարկում ես իր տակը կամ հելնում ես իր ուսերին։ Հարևան ես, աշխարհագրական քո դիրքը չես կարա փոխես, չես կարա քո պետությունը վերցնես տանես օվկիանոսի մեջ մի կղզի մեջ տեղավորցնես։ Եվ ես ցանկություն էլ չունեմ իմ աշխարհագրական դիրքը լքելու։ Ես ուզում եմ ստե ապրել, շարունակել ապրել։ Իմ սերունդները պետքա իմ հայրենիքում ապրեն։ Բա հայրենիքում ապրելու համար պետքա հարևանների հետ հարաբերություններ կարգավորես։
Ոչ պարկի տակը, ոչ հելի ուսերին կանգնի, ոչ էլ ռուս բեր վրեն, ոչ էլ պարսիկ բեր, ոչ էլ եվրոպացի բեր։ Չես հարգվի դու, եթե դու ուրիշին բերում ես քոտեղ ուրիշ միշտ քո հարցերը լուծի։ Հես Ռուսաստանն էլ է դա ուզում, բայց որ Ադրբեջանի Թուրքիայի հետ նենց հələ sense ինտրիգներ կա էլի հարաբերությունների կարգավերու։ Խիատակություն տալիս Զախարովան, Ռուսաստանը ընդհանրապես։ Բա որտե փայ մտնելու բան չի լինել, չի կարենա գակո գլխին կաղնի իր հարցերը լուծի։ Եվ վերջապես դուք բոլորդ հասկացեք, երբ որ դուք աշխարհի քաղաքական քարտեզին նայում եք Ռուսաստանը աշխարհի ամենից մեծ պետությունն է եւ պատկերացնում եք այդ մեծ պետությունը ամենաուժեղ պետությունն է, ու դուք ես լավ ես զգում ասում ես դաշնակիցս ուժեղա մեծ է, նախ դու տեսար քո աչքով քո դաշնակիցը նեղ օրին կողքդ կանգնած չի, երկրորդը դու տեսնում ես իրան մեծ, դու մի հատ իր աչքերով քեզ նայ ինքը քեզ ինչա նայում։ Ինքը քեզ նայում է որպես փոքր պետություն, քեզանից շատ չունի, օգուտ չունի, բացի նրանից, որ կարող է ոտը դնի, մյուս ոտներ հասցնի Արաբիա, Իրան, կամ քեզ օգտագործի որպես մարդկային ռեսուրս, կամ քո հանքերից օգտվի, այսինքն շատ քիչ բան է, եկա մեծ պետությանը Հայաստանը, հետաքրքիր է մենակ այս հարևանների հետ ատամները ջարդելու համար։ Ուրեմն քո պետությանը ինքը չի նայում եղբայր դաշտակից, նայում է որպես պոլիգոն, բարի եղի ճշմարտությունը ընդունի ոնց կա։ Դուք որ տենց եղբայրություն եք կանչում ռուսներին, նես չէ որ ռուս քեզ եղբայր է կանչում։ Այո, կարող է Զատուլինով, ինչա, Պլատոշկինով, բանով, սես ցույց տա իբր ռուս ազգը բարեկամ ազգեր չկա։ Բարեկամական հարաբերություններ կարա լինի, դա էլ է ժամանակավոր։ Դուսկի քո բարեկամի հետ մի ժամանակ լավ էր, հիմա լավ չես։ Աչքներդ բացեք, մեր հարցը ոչ մեկ չի գալու լուծի։ Մենք Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելով ուղիղ ավելի մեծ բանի կհասնենք, քան թե մենք մարդ կանչենք, ուրիշ մարդ գա մեր հարաբերությունները կարգավորի, ուրիշ եկող գալու է իր տոկոսը վերցնի տեից, իր փայը վերցնի։ Հիմա եթե դու ուժեղ ելնեիր, Սյունիքով այդ բանը, ճանապարհը դու տայիր Ադրբեջանին առանց որևէ, ոնց որ Իրանն ա տվել։ Հիշում եք, չէ՞, Իրանով է, մինչև հիմա Իրանով է Ադրբեջանը գնում Նախիջևան։ Կարող է ուրիշ խաղաղապահ զորք եկել Իրան, որ ադրբեջանցին գնա Նախի։ Ոչ, եթե դու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններդ կարգավորես, բայց քո տեղը դիրքերը ուժեղ ելներ, ոչ թե 70, ոչ թե 26% եկամուտ կստանայիր, այլ կստանայիր 100%, իսկ 100% եկամուտ ստանալու համար 91 թվից էսկոմ Հայաստանը պետք է աշխատեր, շատ աշխատեր, որ դառնար ամենաուժեղ պետությունը տարածաշրջանի, որ Ադրբեջանը 100% հարկը քեզ վճարեր քո տարածքով անցնելուց այս կողմից այն կողմը գնար։ Էլ չեմ ասում, եթե շատ լավ աշխատեինք, Արցախն էլ կպահեինք։ Արցախը կորցրել ենք լավ չաշխատելու հանցագործությունների եւ լիք այլ հարցերի պատճառով։ Հիմա եթե պետք է sense անխելք շարունակենք ապրել, ռուս կանչենք, դե ամերիկին կանչել ենք դրա համար, որովհետեւ մենակ ենք մնացել, այս 49 տարին պետք է, այո, ամերիկան քիթ խոտիստ է։ Մենք միջև ոտի կկանգնենք, շունչ կքաշենք, հետո որ զգանք ինքնուրույն կարող ենք այս հարցերը լուծել, այն ժամանակ Ամերիկային էլ պայմանագիրը լարացածալնել ու ասել ենք լավ, դալշը չենք տալիս պայմանագիրը։ Ղարաբաղի կորուստը վատ օրինակ ձեզել չեմ ասում մնացած կորուստները։ Իհարկե, Ղարաբաղի կորուստը դրանից է։ Ես ասում եմ, Ժորժ ջան, պետք է մի քիչ հայամետ լինել, հա, ինչ ռուսամետ, ինչ թրքամետ, ինչ եվրոպամետ։ Հայամետ եղեք, իսկ հայամետ լինելու համար առաջինը քո հայրենակցի հանդեպ դու պետք է ունենաս հարգանք։ Այսքան ես եթերներ եմ արել, որևէ հայրենակցի հանդեպ, ատելություն ես քարոզել եմ, եթե նույնիսկ կան հայրենակիցներ, ովքեր որ այսպես վատ բաներ են անում, ես անձը չեմ նշում, հասկացնում եմ, ակնարկում եմ ով է ինքը, դուք էլ եք իմանում, որ պարակտում է մտցնում, սրը արցախցի հայաստանցի, ես իրան մատ եմ թափ տալիս, որ խելքը գլուխը գա, այն էլ է իմ հայրենակիցը, չնայած նրան չեմ կիսում իր պահվածքը, իր գաղափարը, չեմ կիսում, բայց ասում եմ դու իմ հետ ես արա, մի տան ենք ապրում, այդ տղա նույն տանիքի տակ ենք, Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, դու ատելություն ես քարոզում, ես փորձում եմ դրա դեմը առնեմ։ Կարող է սաղ կյանքս պետքա դնեմ, ես ձեր նմանների հետևից խոսամ, ձեր նմանների մասին խոսամ։ Ավելի կարևոր գործեր կարանք անենք միասին, եթե մենք սաղս հետ դառնանք, հասկանանք, որ մի երկրում ենք ապրում, եւ այս երկիրը մի տուն է, մի ընտանիք ենք։ Ընտանիքում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինեն, ընդհանրապես։ Կարաս հակառակորդը լինես, կարաս քո հարազատ ծնողի հետ ինչ որ հարցում չկիսես։ Վարչապետը ձեր երկրի ժամանակավոր, ասում եմ պետական այր էր։
Ձեր երկրի ժողովուրդը կոչում են երեխաները, ղեկավարությունը կոչում են հայրերը։ Իրանք են տիրություն անում, արա սխալ են անում, լավ չեն ձեզ հաց տալիս, լավ չեն ձեզ վերաբերվում։ Ձեր բողոքը բարձրացրել եք Facebook-ը ապրած կենա, լիքը հարթակներ կա, քաղաքավարի ձևով։ Ձեր հայրն էլ ձեր ուզած ձև կարողա չի կարացել պահի։ Ես 18-17 տարեկան եմ դպրոցից որ պրծել եմ չեմ կարացել ինստիտուտ ընդունում եմ, որովհետև ֆինանսական հնարավորություն չունեին։ Ու ես ինչ անեմ իմ հորը չսիրեմ չհարգեմ, որ չի կարացել իմ երազանքը կատարի, հետո ես բանակս պրծած հետո եմ ես ինստիտուտ ընդունվել, որ կարենամ իմ աշխատած փողով իմ վարձը տամ, դիպլոմս որ կարենամ վերցնեմ։ Հիմա մեկը դա ինչ չի խանգարում։ Մի Փաշինյանն է, ձեզ կարա շատ բան չի կարում հագեցինի, բավարարի։ Ինչ կապ ունի դա։ Պետքա անհարգալից խոսակ, պետքա վիրավորեք։ Բողոքը մի շփոթեք ժողովուրդ վիրավորանքի հետ։ Դրանք հոմանիշներ չեն։ Բողոք ունեք, պահանջ ունեք, դրեք քաղաքավարի ձևով։ Իսկ ինչ ձև արա, սա երկիր ատելության մեջ թախախված։ Սրա մեջ մեծ մեղավորություն իշխանությունն էլ չիմանաք, ես բողոքում եմ որխի Փաշինյանին վիրավորական բառերով։ Փաշինյանի երկրպագուններն էլ մնացած իրանց ընդդիմադիր ուժերին են վիրավորական բաներ ասում։ Չեք տենում որ փոխադարձ է, ինչ անում եք, են էլ ձեր դեմն է գալիս։ Որ ասում են պատասխանատվություն էս իշխանությանն է, մարդիկ ճիշտ չեն հասկանում, ասում ես դու մենակ իշխանությունն է ատելություն տարածում։ Չէ, ատելությունը ինքը չի տարածում, ատելություն կա երկրում, դեմը չի առնում։ Չի կանչում, ասի հանրային հասարակական գործիչ Գևորգ Արիստե, սենց աշխատանք ենք ուզում տանենք հանրային կյանքի մթնորդը թույլատնելու համար։ Կանչածա այսքան ժամանակ կառավարություն է սենց հարցով, ոչ։ Որևէ բլոգերի կանչածա ասի հանրային կյանքի պետության համար սենց բանա պետք անենք։ Կանչած չի։ Բայց կարող է կանչեն, ասեն մեր կուսակցության համար պետքա գով կանենք։ Կմասնակցես ու բլոգեր կլի կհամաձայնվի, կասի հա, ես սենց դա էի փնտրում։ Փող տվեք, ես ամեն օր ձեր կուսակցության մասին երգեր էլ կգրեմ, ոտանավորներ էլ կգրեմ, ձեր գով կգովում։ Այս է վատը, որ այսօրվա իշխանությունն էլ իր կուսակցական շահը վերադասել, դարձի եկեք, հասկացեք ինչ եք անում։ Դուք ձեր կուսակցության ջրաղացին եք ուզում ջրու լցնեն, Ռոբերտ Քոչարյանը իր, Սերժ Սարգսյանը իր Վերջը ինչ է, դուք մարդա ձեր համար քաշում եք, որ ասում եմ մի եղիր ուրագի պես, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես, մին դեպի մեզ, մին դեպի քեզ, սա սովորել ենք այդ դպրոցում, բայց կյանքում պրակտիկ չենք օգտագործում, մենակ դեպի մեզ, ոնց մեր Գևորգը լավ տղա է, մեկն էլ ասում է, չէ, ախպեր, չես տեսել, ինչ լավ տղա, իշխանության հանդեպ բան է, բողոքներ էլ են ներկայացում, դժգոհություն էլ է հայտնում, նրանից ինչ լավ տղա, եթե իշխանությանը քննադատում է, նա դարձավ լավ տղա, հələ մակարդակին նայ։ Ուրեմն ես որպես առողջացման process-ում ներդնում անող իմ պահվածքը առողջացման process-ա, չէ՞ սա։ Առողջացման համար եմ, չէ՞ քննադատում։ Ինձ ասեն դու ինչ լավ տղա, եթե իշխանությանը քննադատում ես։ Ճշտում են, հասարակ քաղաքացիներն էլ մարդիկ են, ճշտում են։ Ախպեր դու հիմա կողմնորոշ Նիկոլի կողմից ես թե Քոչարյանի։ Ասում ես ճշմարտության կողմից եմ, արդարության կողմից եմ, պետության ու պետականության, անկախության կողմից եմ, Հայաստանի հզորացման կողմից եմ։ Այդ գործում, եթե Փաշինյան Նիկոլը ասում է սենց բան եւ ես կիսում եմ, ասում եմ մալադես, ընդունում եմ, լավ միտք է։ Եթե տեսնում եմ Փաշինյան Նիկոլը այս խոսքը դրան վնասում է, ասում եմ, դե հիմա էմոցիա տակ Նիկոլն էլ է, մեկ-մեկ ջղայնանում բաներ է, չէ՞ խոսում։ Հա, եթե էմոցիան հանեք իր բովանդակությունը լավ չի այդ արտահայտված մտքերի։ Նույնը ես էլ դե մարդ եմ, չէ, բոլորս սխալական ենք։ Բայց ո՞նց կարամ մի անձի պաշտեմ, ասեմ, ես իրան եմ պաշտում, չէ, ես տենց բան ինձանից չեք տենալու, եւ չեք տենալու ես որ կոնկրետ ուժի աջակցեմ, այնա Քարոզարշավը գնում է, շատ քիչ է մնացել ընտրությանը։ Գնալու եմ իմ մեկ ձայնը ստամ, բայց իմ խոսքով կարողանալու եմ այն ուժերին, այն անհատներին իրաց բայելաձևով, որ հակապետական, հակազգային եւ վնասակար բաներ են անում, իմ եթերների մեջ ես միշտ խոսացել եմ ու խոսալու եմ։ Ու այսպիսի մի համոզմունք էլ ունեմ, այո, ասել եմ ու նորից կրկնում եմ։ Նիկոլ Փաշինյանը սովորել է այս ընդդիմության հետ աշխատելը եւ ուզում է որ այս ընդդիմությունը եւ այս ընդդիմության բնութագիրը ունեցող բնավորությունը ունեցող էլի մարդիկ կան ընդդիմություն դառնան ազգային ժողովում։ Ընտրել է Սամվել Կարապետյանը, ամենահարմար իր թեք բան ընդդիմադիր ուժ։ Իսկ ես կառաջարկեի, որ դուք մի գնացեք Նիկոլ Փաշինյանի ցանկություններով, այլ գնացեք
ու մտածեք, պատկերացրեք մոտակա 5 տարին ինչպիսի գզվորտոսներ եք դուք ռաստ գալու ազգային ժողովում։ Եթե չեք ուզում գզվորտոսներ, գնացեք նոր ուժերի ընտրեք։ Ամեն դեպքում նոր ուժերը, թե մի քիչ արկածախնդիր, թե ռոմանտիկ, թե ինչ, նրանք պետության կառավարում չեն վերցնում, ընդհանրապես մանդատ են վերցնում, մտնում ազգային ժողով, որտեղ պետքա քննարկումներ լինի օրենքի մասին, այլ ոչ թե իշխանությունը ասի դուք նախկիններ եք, դուք թալանչի եք, որ չկարեն այդ խոսքը ասի իշխանությունը, նոր ուժերի կգնաք ընտրեք ժողովուրդ ջան, ովքեր որ չեք ուզում Նիկոլին ընտրեք, ովքեր որ իմ հետ համաձայն եք, որ այս ընդդիմություն չէր, այս 5 տարինա, քանի տարի մեր գլխին որ իրանք նստեցին, այս ընդդիմությունը պետքա փոխվի, պետքա նոր առողջ ուժերով ընդդիմափոխություն լինի։ Իշխանությունը այս ընտրություններում չնայած չեմ ուզում ես չեմ կարա հիմա հաստատ բան ասեմ, բայց այս իշխանությանն էլ վտանգ կա գլխին կախված Գյումրի դվա օպերացիան կարող է ստացվի, էտա գնում։ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչյան, իրանք առանձին ձայներ են հավաքում եւ հնարավոր է տապալ են այս իշխանությանը։ Բայց ես ասեմ, սկզբում կլինի ուրախություն ժողովրդի մոտ, ժողովրդի մի հատվածի մոտ։ Բայց հետո կնկատեն, որ ոչ թե իշխանություն է տապալվել, այլ պետություն է տապալվել։ Որովհետև եթե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության անկախությունը չի կարող ընդունի մերի, ասում է Ուկրաինայի նման ենք անելու բան, դա ի՞նչ է խոսում։ Ուրեմն Փաշինյանը իրանց հարմար տեխնացուն չի։ Ուրեմն Փաշինյանը համեմատած նախկին իշխանությունների ավելի հայամետ է, ավելի պետականամետ է եւ Հայաստանի Հանրապետության անկախության կողմնակից է։ Սա ես ասեցի համեմատական կարգով։ Նիկոլ Փաշինյանը այո ավելի շատ է սիրում Հայաստանը, քան թե Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ մնացած իրանց հետ այդ համագործակցող մարդիկ։ Նիկոլ Փաշինյանը թե ասում են նվաստացել է, գիրքը գրկել է, թե լիքը հարցերում ասում են, մեղադրում են, բայց ես հարգում եմ այն ընտանիքի հորը, որ կգնա կանալիզացիա կմաքրի, կգնա ամենակեղտոտ աշխատանքների էլ իր ընտանիքը պահելու համար, ոչ թե իր ընտանիքին լավ պահելու համար, կնոջ մոտ կբերի կպարկյացնի մեկ ուրիշ հարևան հարուստ տղամարդու, ու այդ տղամարդն փողերով կֆինանսավորի, ու երբ էլ օզի այդ կնոջը կարա մորթի, կարա սպանի, կարա շպրտի, կարա ինչ ուզի անի, այսինքն Ռուսաստանը Հայաստանի հետ ինչ կուզի կանի, եթե դու բանալին տալիս ես իր ձեռը, եթե դու բոլոր լծակները հանձնում ես Ռուսաստանին։ Նիկոլ Փաշինյանի այս քան տարվա պայքարը միայն սա է ինձ մխիթարը, որ ինչքան էլ քննադատում եմ, ինչքան էլ ջղայնանում եմ իրանց այդ ներքաղաքական ապրում արարքների մեջ, այո, արտաքին քաղաքականությունը ինքը կարծում եմ ավելի ճիշտ ուղղությունով է շարժվում, բայց այդ ուղղությունն էլ թե ինքը ճիշտ է շարժվում, ծուռումուռ է շարժվում, թե ոնց է շարժվում, թե կարա հասցնի հաղթանակի, կարա նավը հասցնի ափի, դա ժողովուրդ ջան, ես ոչ Նաստրադամոսն եմ, ոչ բան, չգիտեմ, պահեր ալնում, ես էլ եմ վախենում իր ապարտայտված մտքերը, այսինքն մեզ պետք է չի Ռուսաստանի հետ թշնամանալ։ Ես ինչքան էլ անկախության կողմնակից եմ Հայաստանի, ես հաշվարկում եմ նաև, որ վտանգներ ունեմ ոչ միայն Ադրբեջանից, Թուրքիայից, ունեմ կոնկրետ Ռուսաստանից։ Դրա համար պետք է այո, ընկերություն անել, բայց փեդը ձեռից չգցել։ Այո, պետք է ռազմական դաշնակցությունը, ինչա որոշակի չափով պահել մինչև այն ժամանակը, որ դու լիարժեք կհասկանաս, որ դու արդեն ոչ մեկի կարիք չունես, որ գա քեզ պաշտպանի։ Այդտենց սպասինք, ռուսը կգա կողքնի, որ պատերազմը կգա կողքնի, պատերազմը եղավ, բայց ռուսին չտեսանք։ Այստեղ կգրեն, մաթափտա, բանոյեմբերի 9-ին հուայի եկալ Ստեփանակերտ։ Բայց ոչ մեկ չի խորանա, որ սեպտեմբերի 27-ին էլ ռուսը այդ ամեն ինչը թույլ տվել։ Իրանը շնորհավորեց, Ռուսաստանը շնորհավորեց, Թուրքիան շնորհավորեց, սա աշխարհը շնորհավորեց։ Մեր Ղարաբաղցիների մեջ մարդկա ասում է, Ուկրաինա ֆոսֆոր է տվել։ Այսինքն ֆոսֆորը երկար էցես զրույցը, չի ուզում այսքան երկարացնել։ Բայց ֆոսֆորը Ադրբեջանի զինուշի քանի երրորդ տոկոսն է կազմել։ Ենթադրեք 100%-ից 1%-ը։ Փաստորեն կարող ենք ասել, որ 4000 զոհից 1%-ը նմա 4 մարդ, թա 40 մարդ։ Գլուխս արդեն ցավում է, երևի 4 մարդը, հասկացաք ժողովուրդ ջան։ Այսինքն դուք խոսում եք 4 մահի մասին, բայց ես խոսում եմ 3996 մահի մասին,
Ով ավելի շատ վնաս տվել, Ռուսաստանը թե Ուկրաինան։ Լավ, երկար այդ զրույցը կներեք, ավել պակաս ժողովուրդ ջան, իմ մտահոգությունները, իմ հանգստությունները պետության, պետականության, պետության անկախության, պետության ուժեղացման, հասարակության առողջացման, ժողովրդի համերաշխության, հայ ազգի միասնության համարա միայն ու միայն։ Ինձ մի տեղավորցրեք ոչ մի ուժի մեջ, ես չեմ ուզում տեղավորվել, որ ուզեմ կտեղավորվեմ, ու սենց լավ էլ կապրեմ, ամեն ձև լավ ապահովված կապրեմ, ես դժվար կապրեմ, բայց մի տեղավորցրեք ինձ, ես Հայաստանի Հանրապետության կողմնակից եմ, լավ մնացեք բոլորիդ հաջողություն կներեք երկարցնելուց համար։